Երբ Աստվածաշնչում կարդում ենք այս խոսքը, թող այրը թողնի իր հորն ու մորը և հարի իր կնոջը, շատերը առաջին պահին կարծես զարմանում են։ Ինչպես է Աստված, որ պատվիրում է պատվիր հորդ ու մորդ, հիմա ասում թող։ Բայց իրականում այս խոսքը հակասություն չէ, դա մեծանալու, հասունանալու և նոր կյանք ստեղծելու հրավեր է։ Աստված այստեղ ոչ թե ծնողներից հրաժարվելու մասին է խոսում, այլ նոր ճանապարհի մեկնարկի։ Երբ մարդը ամուսնանում է, նա չի դադարում սիրել իր ծնողներին։ Նա պարզապես անցնում է կյանքի մի նոր փուլ, որտեղ պետք է կառուցի իր սեփական ընտանիքը։ Թողնել հորն ու մորը նշանակում է հեռանալ ոչ թե սրտով, այլ կենցաղով ու սովորություններով։ Ազատվել հայրական տան ձևավորված կախվածություններից և ձևավորել սեփական ընթացքը։ Իսկ հարել կնոջը նշանակում է երկու մարդու սրտերի, պատասխանատվությունների և ապագաների միավորում մեկ տանիքի տակ։ Այս խոսքը հիշեցում է, որ ամուսնությունը պարզապես կապ չէ, այլ նոր սկիզբ է, նոր տուն, որտեղ երկու մարդ դառնում են մեկ ամբողջություն։ Իսկ ծնողներին պատվելը մնում է, բայց նոր, առողջ սահմաններով։ Ուստի այս պատգամը մեզ ասում է պահել հարգանքը անցյալի հանդեպ, բայց ունենալ քաջություն կառուցելու սեփական ապագան։